Աշխատանքային խորհրդակցության առաջին զեկուցողն աշխատակազմի ղեկավարն է, վերջինս ներկայացնում է նախորդ շաբաթ կատարված աշխատանքները ու կազմակերպված միջոցառումների մասին։ Հուլիսի 29-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի արդյունքներն էլ ներկայացնում է մարզպետի տեղակալ Մաքուր Հայաստան ծրագրի շրջանակներում ստեղծված մարզային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Թադևոսյանը։ Թադևոսյանը տեղեկացնում է, որ շաբաթօրյակին մասնակցել է մարզի շուրջ 250 կազմակերպություն, 13000 մարդ ու մաքրվել է 120 աղբի տեղամաս։ Աշխատանքներում ներգրաված է եղել 125 տեխնիկա։ Հովհաննես Թադևոսյանը նշում է, որ կատարված աշխատանքներն օպերատիվ կերպով լուսաբանվել են։ Մարզպետն էլի շնորհակալությունը հայտնեց բոլոր այն համայնքներին ու կազմակերպություններին, ովքեր ակտիվորեն մասնակցել են շաբաթօրյակի աշխատանքներին։ Լրատվական միջոցները, որ մարզային նորմալ լուսաբանել մեր շնորհակալությունը կայք էջում անպայման տեղադրում եք բացի կառույցների, նաև լրատվական միջոցների մարզային և համայնքային, որորին մեր շնորհակալությունն եք այդքան նորմալ լուսաբանելու։ Օրակարգի հաջորդ կետով մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը տեղեկացնում է, որ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու ունեցող մարզի գյուղական համայնքներում հանգամանորեն գույքագրումը շարունակվում է կատարվելու, արդյունքներն էլ ներկայացվել են կառավարությանը։ Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվապահական հաշվառման բաժնի պետ Արտավազ Բեժանյանի զեկույցն էլ սեփական եկամուտների հավաքագրմանն էր վերաբերում։ Նշվում է, որ խոշորացման ենթակա համայնքներում հավաքագրումը թերի է կատարվել։ Օգոստոսի 1-ի դրությամբ մենք պլանը նախորդ տարվա համեմատ գերակատարել ենք 69%-ով, այս օգոստոսի 1-ի դրությամբ մուտք եղել է 929.2 միլիոն դրամ, անցած տարի եղել է 868 միլիոն դրամ։ Այս տարվա պլանի դիմաց մենք հետենք 991.3 միլիոն դրամ է նախատեսված, մեր գումարը հավաքածի 929.2 միլիոն, կատարման տոկոսը 93.7%։ Չհավաքագրված գումարը 162 միլիոն է, հողի հարկ պլանը 181, հաստասի մուտքը 150, կատարման տոկոսը 82.7%։ Այսինքն 30 միլիոն դրամ, 31.3 միլիոն դրամ պլանի դիմաց հետ ենք։ Խիստ հետևողական աշխատանքներ իրականացնելու հանձնարարական ստացան փոխմարզպետները։ Սարչապետ 49%, ամենամեծ համայնքներից, Պետրովկա 44%, Պաղաղբյուր 45%, Արձնի 41%, Պրիվոլնե 45%, հիմնական բոլորը Տաշիրի տարածաշրջանի համայնքներից են։ Ես մի քանի նշումներ եմ արել, որը նաև անընդունելի է մեզ համար, չի կարող 10-12% հողի գույքի վարձակալության գումարներ լինի։ Մարդը եթե իր պարտականությունը չի կարողանում կատարել, այդ համայնքում ինչ ներդրման մասին է խոսքը, ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Եթե մարդը ի վիճակի չի պրիմիտիվ պարտականություն կատարի։ Համայնք ունենք լուրջ ներդրումային ծրագիր ենք անում, այսօր, այգեհար, մեր թիվը կնայեք անպայման, կզանվիկ այդ համայնքը ղեկավարի այդ անպայման խոսում։ Խոսում են, պահանջում են, որ պետությունը բան չի անում, մենք էլ մեր պարտավորությունները չենք կարողանում կատարել, գյուղացիները ասում են, ինչ անում պետությունը, որ մենք մեր հարկերը տանք եւ այլն։ Բա հիմա լուրջ ծրագիր են անում։ Վերջին տարիներին չեն հիշում, երբ նման ծրագիր եղել այդ համայնքում։ Բայց են իրենց պարտականությունը կատարել։ Ամփոփելով խորհրդակցությունը մարզի ղեկավարը հանձնարարեց 20-օրյա ժամկետում ամփոփ տեղեկատվություն կազմել վերջին 1 տարվա ընթացքում մարզի համայնքներում իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ տնտեսական շարժի մասին, վերլուծություններ կատարել համայնքների զարգացման պոտենցիալ հնարավորությունների մասին, համախմբելով բոլոր մասնագետներին, ովքեր կարող են իրենց լուման ներդնել համայնքների զարգացման գործում։ Բոլոր մեծ ու փոքր համայնքներից պետք է հստակ ինֆորմացիա ունենան։ Վերջին 1 տարում կատարված աշխատանքների մասին և անելիքների մասին, խոսքս վերաբերում է նաև ապագայի, ով որ մտադրություն ունի։ Պետք բոլոր կարող ուժերի, չնայած նա բիզնեսմեն է, նա չգիտեմ, ուսուցիչ է, նա բժիշկ է, նա չգիտեմ ինչ ոլորտի մասնագետ է, եթե կարող ուժ է, պետք է նաև գույքագրում կատարել։ Փորձենք այդ կարող ուժերին գտնենք, այդ կարող ուժերի հնարավորությունները ճիշտ օգտագործենք համայնքի համար։
Սա շատ կարևոր խնդիր է։ Խորհրդակցության ավարտին հնչեցին այլ զեկույցներ, մարզի ղեկավարն էլ հանդես եկավ այլ հանձնարարականներով։ Անետ Կարապետյան, Արեն Ավագյան, Մոլորակ։